Այսօր թերևս վերջին զանգ սերիալի ամենահուզիչ, ամենածանր ու ամենազգացմունքային սերիան էր։ Թեև առջևում դեռ 2 սերիա կա, բայց այն, ինչ հեռուստադիտողը տեսավ այսօր, կարելի է առանց չափազանցության բնութագրել որպես ցնցող։ Բոլոր դերասանների խաղը բարձր պրոֆեսիոնալ մակարդակի վրա էր, բայց հատկապես առանձնանում էր Հենրիի կերպարը։ Նրա խաղը այս սերիալում այնքան անկեղծ ու խորքային էր, որ պարզապես անհնար էր մնալ անտարբեր։ Մեքենայի տեսարանում, երբ նա բացվում է Անգելինայի առաջ, խոսելով իր հոր մասին, հետո արդեն ավագի տանը, Սոսի հետ ունեցած ծանր ու լարված պահերին։ Սա անկասկած Հենրիի կողմից այս նախագծում մատուցված լավագույն դերակատարումն էր։ Սոսի կերպարի մասին նույնիսկ ավելորդ է շատ խոսել։ Նրա լուռ հայացքը, ներքին ցավը, կուտակված ծանրությունը ավելի խոսուն էին, քան ցանկացած բառ։ Անգելինան ևս այսօր ներկայացրեց չափազանց հուզիչ պահեր, թե Հենրիի հետ հարաբերություններում, թե Սոսի և Աննայի կողքին գտնվելիս։ Նրա ներքին պայքարը, մոլորությունն ու ցավը փոխանցվում էին առանց ճիգի։ Այս ամենի արդյունքում վստահաբար կարելի է ասել, որ այս նախագիծը հայկական հեռուստաեթերում ամենաստացվածն է, թե դերասանական կազմի, թե սցենարային ծանրության, թե հուզական ազդեցության առումով։ Անցում կատարելով սերիալի իրադարձություններին սկսենք մի լուսավոր որոշումից։ Անգելինան վերջապես որոշում է հաշտվել Հենրիի հետ։ Երբ նա իմանում է, որ Հենրին գտնվում է Աննայի մոտ, որոշում է ինքն էլ գնալ այնտեղ, ոչ թե պարզաբանման կամ վիճաբանության համար, այլ պարզապես նստելու, ջերմ զրուցելու, հոգեպես թեթևանալու համար։ Այդ հանդիպման ընթացքում նա Սոսին հիշատակում է որպես պապա, ինչը Աննայի համար միաժամանակ և անսպասելի է, և խորապես հուզիչ։ Այդ բառի մեջ կա ընդունում, հաշտություն ու ներքին խաղաղության առաջին նշանները։ Սակայն այս լույսի կողքին անմիջապես գալիս է մթությունը։ Ցավալի լուր է դառնում այն փաստը, որ Հենդոն մահանում է։ Նրա սիրտը չի դիմանում այն ցավին, որ տարիներ շարունակ կուտակվել էր իր ներսում։ Նա տեսնում է որդու՝ Միքայելի դժբախտ ու չստացված կյանքը։ Գիտակցում է, որ այդ նույն ծանր բեռը փոխանցվում է նաև թոռանը, Հենրիին, և այդ ամենի պատասխանատվությունը դնում է միայն ինքն իր ուսերին։ Հենդոն հեռանում է կյանքից մեղավորության զգացումով, առանց իմանալու, թե ինչ ողբերգական իրադարձություններ են սպասվում իր որդուն ընդամենը մի քանի ժամ անց։ Իսկ այդ ընթացքում Սոսը գիտակցված գնում է մահվան ընդառաջ։ Նա հստակ հասկանում է, որ առաջիկա հանդիպումից ողջ դուրս է գալու իրենցից միայն մեկը։ Նրան այլևս չի անհանգստացնում նույնիսկ այն փաստը, որ Լիլիթը փախել է հոգեբուժարանից, թեև դա տրամաբանորեն պետք է դառնար ամենամեծ վտանգը։ Նա գիտի, որ նման վիճակում Լիլիթը կփորձի հասնել միայն 2 մարդու՝ Անգելինային ու Աննային։ Բայց Սոսն այլևս այլ ուղղությամբ է մտածում։ Նրա համար այժմ կա միայն մեկ նպատակ՝ ավարտել այս երկար տարիների պայքարը, նույնիսկ եթե դա արժենա սեփական կյանքը։ Միքայելը ևս նույն ճանապարհին է, նա նույնպես գնում է մահվան ընդառաջ, ներքուստ գիտակցելով, որ գնում է իր մահացած մոր մոտ։ Այսօր նրա դեմ այնքան մեղադրանք, ատելություն ու արհամարհանք հնչեց, որ նա վերջնականապես հասկանում է, այլևս ոչ ոքի պետք չէ։ Իր ներսում նա ընդունում է այն միտքը, որ իր կյանքի ավարտը գուցե ամենաճիշտը լինի հենց Սոսի ձեռքով։ Սա նրա համար դառնում է մի տեսակ արդարացում, վերջակետն այն ամենի, ինչ տարիներ շարունակ կործանել է իրեն ու մյուսներին։ Հանդիպումը կայանում է։ Կրակոցը հնչում է, Սոսը կրակում է Միքայելի վրա։ Միքայելը մահանում է։ Եվ այսպես, հայր ու որդի հեռանում են կյանքից իրարից անտեղյակ, մեկը մյուսի մահվան մասին չիմանալով։ 2 ճակատագիր, 2 կործանված կյանք, 2 ընտրություն, որ հանգեցրին նույն ավարտին։ Այս սերիան դարձավ ոչ միայն շրջադարձային, այլև ծանր եզրագիծ մի պատմության մեջ, որտեղ
Սերն ու վրեժը տարիներ շարունակ խառնված էին իրար, իսկ ճշմարտությունը եկավ չափազանց ուշ։ Հարգելի հետևորդներ, ըստ ձեզ, որ դերասանի խաղն էր այսօր ամենագեղեցիկը, ամենահուզիչն ու պրոֆեսիոնալը։ Գրեք մեկնաբանություն։